Եթերում Զինուժն է, մենք ամփոփում ենք շաբաթը, բարև ձեզ։ Առաջարկվող բանակային թեմաների մասին նախամարոտ։ Բանակում հանցագործությունների թիվն աստիճանաբար նվազում է, ռազմական ոստիկանության և զինդատախազության վիճակագրությունը։ Եվ մանկանճիչ անմահ հերոսի ընտանիքում Մանուկյանների կյանքի զարթոնքը մեծ ցավից հետո։ Ռազմական ոստիկանության և զինդատախազության տվյալներով բանակում հանցագործությունների թիվն աստիճանաբար նվազում է։ Տարբեր աստիճանի հանցագործությունները բացառելու նպատակով ռազմական ոստիկանությունը պարբերաբար առանձնազրույցներ և բացատրական աշխատանքներ է անցկացնում, պատմում է Տաթևիկ Աբրահամյանը։ Նույնիսկ զենքի կանոնների վարման հետ կապված հանցագործության դեպքերի նվազում են։ Ռազմական ոստիկանության պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ գնդապետ Արթուր Մարտիրոսյանը ցույց է տալիս զինված ուժերում նախորդ տարի արձանագրված դեպքերի վիճակագրությունն ու նկատում թյուր են այն պնդումները, թե բանակում հանցագործությունների թիվը տարեց տարի ավելանում է։ Հիմա ամեն բան փաստերով։ Ռազմական ոստիկանության հերթապահ մաս ստացված 2986 հաղորդագրությունից հանցակազմ է պարունակել 1359, համեմատության համար նշենք, որ 2023 թվականին ստացվել էր 3493 հաղորդագրություն, 1392-ը հանցակազմի հատկանիշներով։ Դեպքերից միայն 23-ն են եղել առանձնապես ծանր հանցատեսակներ, նվազումը շուրջ 63%, աճ է արձանագրվել միայն ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքում, այն էլ հիմնավոր պատճառաբանությամբ։ Նույնիսկ ամենաաննշան դեպքերը արձանագրվում է եւ դրանց գերեվական կամ կարգապահական հետևանքները ըստ էության վրա է հասնում, որը մեծ կանխարգելիչ բնույթ ունի։ Անցած ժամանակաշրջանում նաև վերահսկել ենք վերադաս հրամանատարների կողմից կարգապահական խախտումների արդյունքում անցկացված ծառայական քննությունների եւ դրա արդյունքում զինծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու process-ը, որը նույնպես շատ կարևոր է։ Բանակում կատարված հանցագործությունների թվի նվազման մասին է փաստում նաև զինդատախազության տվյալները։ Ըստ այդմ նախորդ տարվա ընթացքում զինված ուժերում արձանագրվել է 2093 դեպք, 265-ով պակաս 2023 թվականի համեմատ։ Գրանցվածներից 762-ը եղել են պատահարներ, 1331-ը ենթադրյալ հանցագործություններ։ Բոլոր դեպքերում նվազման միտում կա։ Նույն պատկերն է նաև արձանագրված մահերի դեպքում։ Ռազմական ոստիկանությունը արդյունավետ պայքար է մղում նաև այս ուղղությամբ։ Օրվա տարբեր ժամերի անակնկալ ստուգայցեր է իրականացնում զորամասեր, արգելված իրեր, կարգազանց զինծառայողներ հայտնաբերելու, զորամասում առկա խնդիրները վերհանելու նպատակով։ Զենքի պահելու տեղերը, վայրերը, մարտական հերթապահությունից հետո զենքը ժամանակին չհանձնելը, իրենց մոտ պահելը, այս ամեն ինչը արձանագրվել համապատասխան միջնորդագրերով ներկայացվել է իրավասու ղեկավարներին եւ անցկացվել է ծառայական քննություն։ Ռազմական ոստիկանությունում պարբերաբար իրականացվում են վերլուծություններ եւ պարբերաբար փոփոխվում են ծառայությունների կազմակերպման ալգորիթմը, որպեսզի առաջ եկող մարտահրավերներին կարողանանք հստակ եւ արագ եւ օպերատիվ արձագանքել։ Առանձնազրույցների բացատրական աշխատանքների միջոցով են ռազմական ոստիկանության աշխատակիցները պայքարում արատավոր այնպիսի բարքերի դեմ, որոնք հակասում են կանոնագրքային փոխհարաբերություններին։ Այդպիսի վարքագիծ դրսևորած զինծառայողների տվյալները փոխանցվում են համապատասխան ստորաբաժանում, վերջիներիս նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով։ Կոպիտ կարգապահական խախտումները դրանք հիմնականում օրվա կարգացակի խախտումներն են, որից հասունանում է միջազգային հարաբերությունների հետ կապված կարգապահական խախտումները եւ վերլուծությունները ցույց են տալիս, որ դառնում են զինվորական հանցագործություններ։ Այսինքն մեր գերնպատակն է շեշտը դնել ոչ թե զինվորական հանցագործությունների բացահայտման վրա, այլ կարգապահական խախտումների կանխարգելման եւ թույլ չտալու, որպեսզի դրանք հետագայում դառնան զինվորական հանցագործություններ։ Թյուր են նաև այն պնդումները, թե զինվորական հանցագործությունները չեն բացահայտվում եւ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում։ 2023 թվականին դատարաններում մեղադրական դատավճռով ավարտվել են 394 քրեական գործեր 426 անձի վերաբերյալ։ 2024 թվականին կատարված հանցագործությունների դեպքերի բացահայտման ցուցանիշը կազմել է 93.6%։ Պաշտպանության նախարարությունը բանակում կատարված հանցագործությունների կանխարգելման հարցում կարևորում է ռազմական ոստիկանություն հասարակություն կապի ամրապնդումը։ Գերատեսչությունը քաղաքացիներին հորդորում է որևէ խնդրի մասին իմանալու դեպքում ահազանգել 188 թեժգից։ Արդյունավետ համագործակցությունը միտված է ավելի կարգապահ, կանոնադրային հարաբերությունների վրա հիմնված բանակ ունենալուն։ Տաթևիկ Աբրահամյան, Ռազմիկ Տիգրանյան, Հայկ Չիլինգարյան, Զինուշ։ Սպաների բնակարանային ապահովման ծրագիր։
2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, ավարտած եւ սպայական ծառայության անցած զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում են 3 սենյականոց, 75-ից 80 քառակուսի մետր մակերեսով բնակարաններ Երևան քաղաքում։ 20-ամյա պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում բնակարանը զինծառայողին փոխանցվում է անհատույց սեփականության իրավունքով։ Դարձիր կադրային զինվորական, կերտելով ապահով ապագա։ Այժմ մեր հակատանկային ստորաբաժանումներից մեկի առօրյայի մասին։ Գործնական դասերն անկախ եղանակային պայմաններից չեն հետաձգվում եւ չեն չեղարկվում։ Ռազմական տեխնիկան սպասարկվում է, պահվում գերազանց վիճակում։ Զուգահեռաբար շարունակվում են լսարանային դասերը։ Միայն տեսականին գերազանց տիրապետելու դեպքում զինվորները հնարավորություն ունեն մոտենալ զինտեխնիկային եւ այն շահագործել։ Ռեպորտաժը հակատանկային ստորաբաժանման ժամկետային զինծառայողների մասին է։ Տեխնիկայի շուրջ որոշ պատասխան Հերթական լսարանային դասն են անցկացնում ժամկետային զինծառայողները։ Մասնագիտական տարբեր առարկաների միջոցով նրանք սկզբում լավ սերտում եւ սովորում են իրենց զորատեսակի առանձնահատկությունները եւ օգտագործման ձևերը։ Այս ձևալինում նշան Առօրյան ասնում է հագեցած դասերով, ընդհանուր ավտոպարկում լսարանային դասեր են լինում նաեւ շարունակում ենք ըստ օրվա կարգացակի։ Ղեկավարում եմ ամբողջ հաշվարկը մարտից մինչեւ ավարտ ղեկավարում, որպեսզի բոլորը կատարեն իրենց առջև դրված խնդիրը կոնկրետ իրենց մասնագիտության ուղղությամբ, ինչքան հնարավոր է շուտ ու ճշգրիտ։ Հնարավորինս ճշգրիտ ու ներդաշնակ գործելու եւ զինատեսակը հավուր պատշաճի գործի դնելու համար զինվորները շատ են պարապում։ Հարկ եղած դեպքում օգնության են հասնում նաեւ զինակից ընկերներին։ Փորձում եմ օգնել մնացածին, նոր ինչ գիտելիքներ, որ ես եմ ստացել, հմտացրել, դրանք փոխանցել մյուսներին, որպեսզի նրանք կարճ ժամանակահատվածում կարողանան բարձր գիտելիքներ ունենալ։ Այստեղ բոլորը գիտեն զորատեսակի առանձնահատկությունները եւ կարեւորությունը, գիտեն թե ինչ պատասխանատվություն է դրված իրենց ուսերին եւ ինչին պետք է ուշադրություն դարձնել։ Մասնագիտությամբ հաշվարկի հրամանատար եմ, քանի որ հրետանային զենք է, հաշվարկները լինում են 5-ից 6 հոգի եւ հրամանատարը պետք է ղեկավարի ամբողջ անձնակազմը, քանի որ հաշվարկի հրամանատարը պատասխանատվություն է կրում ամբողջ անձնակազմի համար, նաեւ նա պարտավոր է բոլորի մասնագիտությունները իմանալ, եթե ինչ-որ մեկը ինչ-որ մի վայրում թերանա, պետք է նա լրացնի այդ։ Այս ստորաբաժանումում զինվորների առօրյան բավականին հագեցած է, սկսած առավոտյան նախավարժանքից մինչև անվանականջ։ Տղաները գիտեն, լավ արդյունքի համար պետք է շատ աշխատել եւ բարեխղճորեն ծառայել։ Հիմնականում անցնում ենք մասնագիտական, տեխնիկական, ինչպես նաեւ հասարակական պետական պատրաստություն առարկաները։ Հիմնական առարկան օրվա մեջ լինում է մասնագիտական, քանի որ դեռ վարժվելու շատ տեղ ունենք, հաշվարկը պետք է համալրվի եւ ներդաշնակված լինի։ Հիմնական դասերը անցնում են գործնական պարապմունքներով։ Նաեւ լինում են լսարանային պարապմունքներ արդեն տեսական գիտելիքներով։ Տեսական գիտելիքները իրական տեխնիկայի վրա գործի դնելուց առաջ տղաները նաև վարժասարքերով են պարապում։ Իրենց գիտելիքն ու փորձն էլ պատրաստակամորեն փոխանցում են վերջին զորակոչին իրենց միացած նորեկներին։ Քանի որ նորակոչները շատ են, հաշվարկի հրամանատարները օգնում են նրան, որպեսզի ներդաշնակվեն մասնագիտական թե տեխնիկական պարապմունքների ժամանակ փորձում ենք ժամանակահատված գտնել, որ օգնենք իրենց, որպեսզի իրենց մասնագիտությամբ ավելի խորանան, որովհետև ունենալու ենք մարտական հրաձգություն, որի ժամանակ իրենց դերը մեծ նշանակություն ունի։ Զինված ուժերում կարևոր է նաև ներդաշնակումը բոլոր ստորաբաժանումների միջև։ Զինվորները քաջ գիտակցում են, միայն համատեղ ջանքերով է հնարավոր հասնել լիարժեք արդյունքի։ Հաշվարկի աշխատանքի մեջ այնքան է կարևոր, որ ընթացքային մասի համար, եթե ինչ-որ խնդիր է առաջանում, ես եմ վերացնում, հատկապես սպասարկումների ժամանակ պետք գալիս այդ իմացությունը։ Ճիշտ եւ ժամանակին կողմնորոշվել, դիպուկ կրակ արձակել եւ գործել ներդաշնակված։ Ահա լավ եւ բանիմաց մասնագետի գաղտնիքը։ Հակատանկային ստորաբաժանման ժամկետայինները սա արդեն հասկացել են։ Նվիրումով են ծառայում եւ բարեխղճորեն կատարում իրենց պարտականությունները։ Ես ջանք ու եռան չեմ խնայում, որպեսզի իմ ծառայությամբ օգտակար լինեմ պետությանը եւ զինված ուժերին։ Յուրաքանչյուրս մեր ոլորտում լավ մասնագետ լինելով կնպաստենք մեր հայրենիքի զարգացմանը։ Զարուհի Ռշտունի, Ռուբեն Մնացականյան, Զինուժ։ Պաշտպան հայրենյաց ծրագիր, որը շարքային եւ սպայական կազմերին հնարավորություն է տալիս պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնել 5 տարի ժամկետով։ Պայմանագրի կնքման օրվանից սկսած բարձր եւ երաշխավորված աշխատավարձ, ատեստավորման եւ մարտական հերթապահություն իրականացնելու դեպքում նաեւ հավելավճարներ։ 5 տարի անց պայմանագրի ժամկետի ավարտին 5 միլիոն դրամ պատվովճար գումարն ազատ տնօրինելու իրավունքով։
Պաշտպան հայրենյաց, պատվաբեր կոչում եւ առաքելություն։ Եվ վերջում անմահների շարքի մասին ներկայացնելու ենք ժամկետային զինծառայող Արման Մանուկյանին, ով իր կյանքը զոհեց մեր անվտանգության համար։ Արմանը մեր քաջարի տղաներից էր, որ մնաց որպես հավերժ զինվոր ու հավերժ պաշտպան։ Զինուժն այս շաբաթ այցելել է Մանուկյանների տուն, այնտեղ կրկին Արմանի ձայնն է հնչում, կրտսեր Արմանի։ Հերոսի տանը ժպիտը վերադարձել է նորածնի ծնունդով մանկան ճիչով։ Նաիրա Համբարձումյանն է պատմում հերոս Արմանի եւ լույս աշխարհ եկած ամենափոքր Մանուկյանի մասին։ Արմանը ժամկետային ծառայության էր զորակոչվել Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղից։ Արդեն ժամկետային ծառայության ընթացքում էր հասկացել, որ դեռ երկար շարունակելու է համազգեստ գրել։ Ինքը մեր միակ զավակն էր, հայրը նամանավանդ միշտ թեմ է եղել, որ ինքը զինվորական դառնար, ու միշտ ծիծաղելով նախ Գյումրվա հումոր շատ ուներ, ասում էր՝ «Բա դու խելոք մնա, ես գեներալ կդառնամ, հետո կամաճես, որ ինձ չես թողել զինվոր դառնալու»։ Պատվոգրերն ու շնորհակալագրերն էլ իրենց հերթին են վկայում։ Արմանն արժանապատվորեն ավարտել էր պարտադիր ժամկետային ծառայությունն ու վերադարձել հայրենի գյուղ, ընդունվել Շիրակի պետական համալսարանի ռազմագիտության ֆակուլտետ։ Զուգահեռ անցել էր պայմանագրային ծառայության հայկական բանակի ստորաբաժանումներից մեկում։ Շատ լավ էր իրեն դրսևորել ու քանի որ ուսանողել էր բարձրագույն հաստատությունում, այնտեղ ասել էին, որ սեպտեմբերի 15-ից հետո պիտի Վազգեն Սարգսյան իրեն ուղարկեն 6 ամսով սովորելու ու հետ վերադառնալու։ Ինքը շատ ուրախ էր։ 2020-ին հայրենիքի պաշտպանության համար մարտերին մասնակցող ստորաբաժանումներին օգնության հասնելու նպատակով ծառայակիցների հետ օժանդակ ուժերի կազմում մեկնեց մարտական գործողությունների նախանշված վայր։ Ինքը ուջեպկա սովորել էր BMP-ի նավոճիկ։ Քննությունը հանձնել էր շատ լավ ու իրան նախ ինքը սկզբից պիտի սովորեր տանկի վարորդ, ինչ, հետո որ տեսել էին ինքը համակարգիչ շատ լավ գիտի ու քննությունները շատ լավ է հանձնում, իրան արագ տեղափոխել են ու ինքը BMP-ի նավոճիկն էր։ Հոկտեմբերի 19-ին հերթական առաջադրանքի կատարման ընթացքում Արմանը զոհվեց։ Մենք շատ մոտ ընկեր ունենք, Էջմիածինից են, իրենք է 2 զավակ են կորցրել, Գեղամն ու Նուշիկը, իրենք մեզանից շուտ են ունեցել։ Ու միշտ իրենք էին ասում, որ դու չես պատկերացնի, ինչքան կփոխվի ձեր տունը։ Ես միշտ պատմում էի, թե Նուշ հավատում ես, մենք տանը ոչ մի բան չունենք խոսալու։ Ես դպրոցից տուն եմ գալիս, վերջ, էդ է իմ մեր առօրյան, հարց չունենք իրար տալու, չգիտեմ, ուզում ենք շուտ մտնի, քնենք, այդ վիճակներ։ Ինքը ասում էր, չէ, դու կտեսնիս ոնց կփոխվի, ես 2 երեխա եմ կորցրել ու ուրիշ աչքերով եմ նայում ու ճիշտ էր ասում, շատ բան փոխեց, շատ այս փոքրիկ կարծես լույսի շող լինի էլի մեր տան մեջ։ Արմանը ընտանիքի միակ զավակն էր, Մանուկյանների հարկի տակ ամեն անկյունում կուչ եկած ծանր լռությունը հետզհետե էլ ավելի ճնշող էր դառնում։ Գիտեին, որ ապրելու տենչը կարթնանա միայն Արմանի վերածնունդով, ու 4 տարիների համառ պայքարի արդյունքում լույս աշխարհ եկավ կրտսեր Արմանը։ Ես ուզում եմ, որ ամեն տղու տեղը ծնվին այդ տղաները։ Մենք էլ այս ցևի ենք հաղթում, ապրելով, ապրեցնելով, կյանք տալով նորից նոր Արմանին, նոր Մխիտարներին, նոր Նարեկներին, նոր Սամվելներին, բոլորին։ Կորուստը հաղթահարելու լավագույն ընտրությունը վերագտնումի ճանապարհով անցնելն է, 4 տարիների համառ պայքարի ճանապարհին, որքան փորձություններ են հաղթահարել, քանի անգամ են ստիպված եղել նախ իրենց հաղթել։ Իսկ մեծ հաղթանակը եւս մեկ անգամ շարունակվելու պարգևն էր, այս անգամ արդեն կրտսեր Արմանով, որ նաեւ նրանով շարունակվի վառ մնալ հայի տան ճրագը։ Նաիրա Համբարձումյան, Արամ Սիմոնյան, Զինուժ։ Գուրգեն ջան, բարի լույս։ Բարև Գասպարյան ջան, ո՞նց ես։ Ոչինչ։ Չեմ հարմարվում։ 2 ամսով գնում եմ գյուղ։ Մի քիչ ցրվում եմ, մինչև հասկանամ
ինչ եմ անում։ Դիա, Գասպարյան ջան, այդ քեզնից չի։ Մի հատ լավ գործ գտի, փողը շատ գործնել նախկինից թեթև։ Տենց շատ լավ մի երկու առաջարկ արել են, բայց չեմ հարմարվում, 2 շաբաթից ավել չեմ դիմանում։ Քոնը բանակն է, եղբայր։ Աստված քեզ հետ։ Այսօրվա մեր դասը այնքանով է կարևոր, որ եթե տեսականը չյուրացնեք ինչպես որ հարկն է, մարտի դաշտում ունենալու եք լուրջ խնդիրներ։ Ուշադրություն, գրոհի առաջ։ Պարոն գնդապետ, որոշել եմ թոշակի անցնել։ Գասպարյան, ես գիտեմ, մի օր հետ ես գալու։ Փոփոխություններ են կատարվել զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ու պետական կենսաթոշակների մասին օրենքներում։ Զինված ուժեր վերադառնալու դեպքում կենսաթոշակի անցած սպաները կարող են շարունակել ծառայությունն ու պահպանել թոշակը։ Ազգային ժողովն ընդունել է օրենսդրական փաթեթը։ Օրենսդրական փաթեթի կարևորության մասին խոսել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ Նախագիծը նպատակ ունի պահեստազորում գտնվող մեր որակյալ ռեսուրսը ներգրավել զինված ուժերի կարևոր ուղղություններում, պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում։ Քոնը բանակն է, եղբայր։ Խնդրում եմ վերականգնել ինձ ծառայության։ Գումարտակ, ավսար, զգազ, ողջույն ձեզ։ Այո, իմը բանակն է։ Եթերում զինուժներ շաբաթվա առանցքային իրադարձություններով, հետևեք մեզ նաև վիրտուալ տիրույթում բանակային նորություններին ծանոթանալով առցանց։ Մեր հաջորդ հանդիպումը զինվորական կարգապահությամբ ուղիղ մեկ շաբաթ անց է նույն տեղում նույն ժամին։ Մնացեք խաղաղությամբ։